Եռակցողները տանիք հավաքելը շուտով կավարտեն։ Այս շենքում են աշնանը տեղի ունենալու COP17-ի կենսաբազմազանության քննարկումները։ Ցույց են տալիս Մերիդիան Էքսպոն միջազգային համաժողովի անցկացման վայրի վերափոխման շինաշխատանքներին հետևելու եկած պատվիրակությանը։ Տարածքում միանգամից 7 նոր մասնաշենք է զրոյից կառուցվում, եղածը նորոգվում։ Առաջարկեցին էքսկուրսիան սկսել -1 հարկից, որտեղ տաղավարներն են լինելու։ Քանի պավիլյոն կունենան։ Ընդհանուր 68 տաղավար է լինելու, 28-ը ազգային նախատեսված տարբեր պետությունների համար։ Ըստ համաժողովի բրենդավորման պատասխանատուի կապույտ այս գոտում որ երկիրը, որի հարևանն է լինելու, ինչ դիրքով կհաստատվի ՄԱԿ-ի մակարդակով կոնվենցիայի քարտուղարության կողմից։ Բլու զոնում լինելու է աշխատանքային մասը ընդհանուր եւ որտեղ բոլոր մասնակիցները կայացնելու են որոշումներ կենսաբազմազանության թեմայով եւ քվեարկություններ են տեղի ունենալու։ Դրա համար ինքը փակ տարածքը գտնվում է բավականին խիստ անվտանգության տակ։ Վերջնական ապակեպատ այս տեսքն է ունենալու դահլիճային հատվածը։ Դրսից ներսից բազմաթիվ մուտք ելքեր են բացվում, պարտադիր նաև թեքահարթակ կլինի, որ համաժողովի մասնակիցները տեղաշարժի որևէ խնդիր չունենան։ Ստեղից մուտք են ունենալու։ Այո, ստեղից եւ լիֆտերով մոտ 4 մեկ էսկալատոր է իջնում -1 եւ 8 հատ լիֆտ։ Կոնֆերանս վրանի շինարարությունն ու սրահների տաքացման հովացման համակարգի տեղադրումն առաջիկայում կվերջացնեն։ Քանի որ գործը շատ է ու տարբեր, բանվորների խմբերը դրանք մաս-մաս են ավարտում, զեկուցեց Գևորգյանը։ Այս վերևի ամբողջ սենյակները ռեմոնտ արված են, ներքևի բոլոր դահլիճները համակարգն է։ Այո, նորն է։ Ամբողջը ենթակառուցվածքներ, դիզայն իրականացվում է միջազգային համաժողովի քարտուղարության տված նախագծերով։ Նախորդ հոկտեմբերից այստեղ 2 հերթափոխով վերանորոգման ու կառուցապատման աշխատանքներ են սկսել։ Ծավալը 65,000 քառակուսի է, որից 15,000-ը կապիտալ շինարարությունն է։ Մենք ունենք 20-ից ավել կապալառու ընկերություններ, որոնց հետ աշխատում ենք։ Շինարարությանը զուգահեռ լուծվում է գագաթնաժողովի մասնակիցների տեղում սնվելու հարցը։ Խոհարարների ինչ թիմ է կերակուրները պատրաստելու ընտրված է ռեստորանային սպասարկմանը կծառայի նոր մասնաշենքերից մեկը։ Արդեն նախատեսում ենք խոհանոցի դիրքը, որտեղ ինչ առնելու, որտեղ են պլիտաները դնելու, ճաշելու տեղերը։ Շրջայցը հասավ բացօթյա բակ, որտեղ սրճարաններ կլինեն հարևան շենքերից նայող գրասենյակներով։ Դրանց պատուհան, առաստաղ, հատակ ամբողջն արդեն իսկ փոխել թարմացրել են։ Իսկ վերևի օֆիսներն ամբողջ շենքը ռեմոնտ արված է, ամեն ինչով ֆուլ վերջացված է։ Մերիդիանը միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացման վայրի վերածելու համար նախորդ տարի պետբյուջեից հատկացվել է 5 միլիարդ 775 միլիոն դրամ։ Կենցաղային խնդիրներից խուսափելու նպատակով տարածքում նաև հոսանքի նոր ենթակայաններ ու կաթսայատուն կկառուցվի։ Շրջայցից հետո COP17-ի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեն տեղում Մերիդիանի սրահներից մեկում հերթական նիստ գումարեց։ Մեկ անգամ էլ անդրադարձան նախագծային պահանջներին ու ժամկետներին։ Ընկերությունից անկեղծացան արտասահմանյան մատակարարի Երևան ուղարկած որոշ տեխնիկա Իրանի նավահանգիստներից հանելու խնդիր ունեն, բայց կլուծեն, խոստացան նախարար Համբարձում Մաթևոսյանին։ Պետք է վստահ լինենք, որ հետո չենք գա ու այստեղ չենք քննարկի, թե ինչ-որ ապրանք չեկավ, հետո մտածենք այդ ապրանքը գնենք, հետո թանկ գնով գնենք։ Ես ձեզ խոստացել եմ, որ ամեն ինչը լավագույն ձևով լինելու է, մի անհանգստացեք, բոլոր ծանրությունը եւ պատասխանատվությունը մեր վրա է։ Անցան բուն նիստին նախարարը ներկայացրեց կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարություն Մոնրեալ կատարած վերջին այցի արդյունքներն ու COP17-ի ընթացքում քննարկվելիք նախնական օրակարգը։ Լինելու է 50-ից ավել նախագծեր, բավականին մեծ ու բավականին ծավալուն օրակարգ կլինի, նաև ունենալու են այլ որոշումներ, որոնք քննարկվելու են հարակից միջոցառումների ժամանակ։ Թեմաներին ու մեծաթիվ հյուրեր ընդունելուն պատրաստվելու համար Հայաստանը ժամանակ դեռ ունի։ Միջազգային համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 19-ից 30-ը։ Էրմինե Բաղդասարյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։